Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությանը պատկանող հանրակացարանի փոքրիկ այս բնակարանում էր ապրում Գյումրու շտաբ բուժօգնության կայանի բժիշկ վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը, ով մասնագիտական պարտքի կատարման պահին դաժանաբար սպանվել էր կանչն իրականացնողի կողմից։ Ապրում էր այս անհարմարավետ բնակարանում, սեփականը չուներ, չէր էլ պահանջում, համբերատար էր։ Ինքը շատ համեստ մարդ էր։ Եթե համեստ մարդ չլիներ, ինքը շատ կարող էր բոլորին էլ դիմել, տուն էլ պահանջել։ Բժշկի այրին տիկին Ջուլիան ցավով է հիշում ու պատմում բոլորի հանդեպ ամուսնու դրսևորած ջերմ ու մարդասիրական վերաբերմունքի մասին։ Օրվա ցանկացած պահին, լիներ ցերեկ թե գիշեր, Աշոտ Գրիգորյանն անշահախնդրորեն պատրաստ էր օգնել իր կարիքն ունեցողին, ասում է Ջուլիա Գրիգորյանը։ Ինքը ընդամենը աշխատանքի էր գնացել, որից հետո տուն պետք է վերադառնար ու այդպես էլ չվերադարձավ։ Գրիգորյանի մահից հետո խոստացան, որ գերեզմանները կսարքեն առաջնահերթ, խոստացան, որ բնակարանը անպայման միջև աշուն բնակարանի հարցը կլուծեն։ Բժշկի թաղման ծախսերը հոգացել ու գումարի տեսքով աջակցություն են ցուցաբերել Շիրակի մարզպետարանը, առողջապահության վարչությունն, այդ թվում մի քանի բուժ հաստատություն եւ Արտիքի քաղաքապետարանը։ Խնդիրը ոչ թե գումար հատկացնել չհատկացնելու, այլ բժիշկ Աշոտ Գրիգորյանի հանդեպ հետմահու դրսևորած վերաբերմունքի մասին է։ Քաղաքային իշխանությունների կողմից ոչ մի բան, երևի ես կասկածում եմ քաղաքապետը տեղյակ է այս դեպքի մասին, թե ոչ։ Կարող է կինը մի քիչ վրդովված է, բայց գիտենա, որ ես իր ընտանիքի հարազատն եմ, շատ հարգում եմ բժշկին։ Ես իմ ցավակցական հարցը այդպես, եթե ասես թե ինչ որ ցավակցական խնդիր է, ես հոգեպես ցավում եմ, հրապարակայնորեն մենք չենք անում, մենք ուրեմն բազմիցս ասել ենք, խոսել ենք եւ այդ տղան էլ, որը նմանատիպ բան է արել, անպայման իմ կողմից այսպես մարդկային պատիժ ստանալու է, դա պարտադիր է, որ այդպեսի կեղտոտ անձնավորություններ այս քաղաքում տեղ պետք է չունենան։ Աշոտ Գրիգորյանը կանչի մեկնելուց հետո, երբ դաժանաբար մի քանի անգամ ծեծի է ենթարկվել հիվանդի որդու Արտակ Կարապետյանի կողմից, կրկին մասնագիտական օգնություն է ցուցաբերել հիվանդին։ Տիկին Ջուլիայի խոսքերով ինքը անտեղյակ է նույնիսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին։ Ես երեք քննիչի հետ խոսեցի, փաստաբան է պետք, ես այդ գումարը չունեմ, որ փաստաբան գտնեմ, փաստաբանի հետ խոսեմ, այդ դատարանի իրավունքներն էլ չգիտեմ, ումից ինչ եմ պահանջելու, ինչ եմ անելու։ Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզային քննչական բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Վարան Բեյբությանից, նախաքննությունը շարունակվում է, այն ավարտելու համար սպասում են մի քանի փորձաքննության արդյունքների ստացմանը։ Իսկ շրջանառվող լուրերն այն մասին, թե մեղադրվող Արտակ Կարապետյանը հոգեկան հիվանդության մասին վկայող փաստաթուղթ է ձեռք բերել եւ գտնվում է ազատության մեջ, պարոն Բեյբությանը հերքեց, ավելացնելով, որ դեպքից անմիջապես հետո Արտակ Կարապետյանը կալանավորվել է եւ այժմ գտնվում է Արտիքի քրեակատարողական հիմնարկում։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Աստարար։